Ասա 4 բան, որ սկեսուրդ կասի, երբ իրա սարկած ուտեստը չհավանես։ Չի եղել տես։ Երեխեք ջան, բայց նայ դու իրան արդեն ճանաչելով պիտի մոտավորապես տրամաբանես։ Ինչ կրնար սեր։ Օրինակ, երեխեք օգտակար է, 3 օգտակար է, այդպես ասում, ասում ես ձեղը խմի օրինակ օգտակար է, ես ինչին է վնաս, բայց ոչինչ կտանեք ստուգել կտանք։ Օգտակար է։ Ասա 4 բան, որ միշտ քննարկում են հարսանիքից հետո։ Օրինակ սեղանը լավն էր, բայց Սեղանը լավն էր, բայց այն բաները, այն ընկերները շատ խմի։ Այդ հարսի հակածը, պապածքը, մեր կենացն չի չխմին, Ռուսաստանից եկած բարեկամ, հա։ Մեմասին մոռացան։ Դախկուշեղկը բերել է, սեղանը լավն է, բայց այդ ինչ է դախկուշեղկը, չեն ջոկեն։ Ասա 4 բան, որ ամուսինդ կանի հաստատ, երբ քո համար անակնկալ պատրաստ։ Ծաղիկներ նվիրելը, կինո տոմսեր վերցնելը, քաղաքից դուրս ինչ որ տնակ վերցնելը։ Շատ է ռոմանտիկ է, գիտես։ Որ ինքը այդ օրվա համով բան է սարքի ուտենք։ Ասա 4 բան, որ ամեն անգամ փեսան չի ուզում, բայց հարց ուզում է ու անում են։ Դեմի պարը։ Երաժշտություն։ Դա դի պարենք։ Լսի շատ ժամանակ DJ-ի ներկայություն փեսեկը չեն ուզեն, որ կուզեն սաստավ բան, բայց հարցները տաբիցը կեղնին որ Որ սկզբից մինչև վերջ DJ ու всё։ Ես իմ ներկայությունս միշտ հարցները տաբիցը կեղնին որ ես եղնիմ։ Ոյ չէ, օրինակ հենց ցույց տվեցի ասեցի, նա ասենց այս։ Ասեց հա մի անգամից։ Ու մի հատ է բան կար։ Այդ շաբաշի պարը։ Եթե հարցը ուզեց կեղնի, եթե չուզեց չի եղել, այսպես է։ Այդ իմացել եմ, ինչ որ մեր կողմից եկել են ասել են անեք դուք ասել եք մենք չենք ուզում։ Սա հարցու պատասխանն է։ Այս խաղ խաղալու ենք այն մարդկանց հետ, ում հարսանիքները ես եմ վարել կամ վարելու եմ։